1920 թվականի ուրեմն ապրիլի 28-ին Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակը մուտք է գործում Բաքու եւ Ադրբեջանում հայտարարում է խորհրդային կարգեր։ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանում նույնպես հաստատվում են խորհրդային կարգեր։ Այդ արդիվ Ադրբեջանի իշխանությունը, խորհրդային Ադրբեջանի հեղկոմը, դրա ղեկավար Նարիման Նարիմանովը հրապարակում է ուրեմն շնորհավորական ուղերձ ուղղված հայ ժողովրդին, խորհրդային Հայաստանի ղեկավարությանը եւ այլն, որտեղ հայտնում է մի կարևոր տեղեկություն, որ 1920 թվականի նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը ընդունել է մի կարևոր որոշում, ըստ որի այսուհետև վերացած են համարվում բոլոր տարածքային վեճերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջևանը հայտարարվում են խորհրդային Հայաստանի մաս։ Ուրեմն այս որոշումը ստորագրված հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի եւ խորհրդային Ադրբեջանի ուրեմն հեղկոմի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից տպագրվել է Երևանում լույս տեսնող հայերեն թարգմանությամբ Երևանում լույս տեսնող կոմունիստ թերթում 1920 թվականի դեկտեմբերի ուրեմն 2-ին։ Դրանից հետո դեկտեմբերի 1-ին, ուրեմն հեղկոմի որոշումից հետո Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև առանձին մի հռչակագիր, որտեղ կրկին վերահաստատել է խորհրդային Ադրբեջանի դիրքորոշումը։ Դրա հիման վրա խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, մասնավորապես ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միասնիկյանը 1921 թվականի հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, ըստ որի Լեռնային Ղարաբաղը հայտարարվել է խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը։ Ըստ որում իր դեկրետում ուրեմն Ալեքսանդր Միասնիկյանը նշում է, որ դեկրետը հրապարակվում է Ադրբեջանի կառավարության հետ ունեցած համաձայնության հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով 1920 թվականի դեկտեմբերի 1-ի Նարիմանովի հռչակագիրը։ Եվ թվում է, թե հարցը լուծվեց փաստորեն։ Երկու պետությունները, ըստ որում ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ պետությունները դեռևս խորհրդային միության անդամ չէին, եւ առհասարակ խորհրդային միությունը դեռևս ձևավորված չէր ժամանակի տվյալ պահին։ Ուրեմն երկու պետությունները, խորհրդային Հայաստանը եւ խորհրդային Ադրբեջանը, վեճ ունեին կոնկրետ տարածքի հետ կապված, երկու իշխանությամբ օժտված երկու երկրների մարմինները, իշխանությամբ օժտված լիազորված մարմինները հրապարակել են փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերը հրապարակվել են ժամանակի պաշտոնական մամուլում։ Եվ թվում է, թե հարցը լուծվեց։ Եվ մի կարևոր հավելում եւս ուզում եմ անել ասվածին հետեւյալը։ Ուրեմն ինչն է հետաքրական, շատ զարմանալի է, բայց հաճելիորեն զարմանալի է։ Միասնիկյանի դեկրետը տպագրվել է նաև Բաքվում։ Բաքվում 1921 թվականի հունիսի 22-ին Բակինսկի Ռաբոչի ռուսալեզու թերթում։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ խորհրդային Ադրբեջանը ճանաչել է եւ ընդունել է Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը խորհրդային Հայաստանի։